Ողջույն բոլորին, կրկին մենք միասին ենք, առաջարկում ենք, որ Բարև Օլիմպոսի YouTube-ի ալիքում ավելի ակտիվ լինեք եւ հետևեք մեզ նաեւ սոցիալական ցանցերում։ Այսօր հյուրընկալել ենք Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին։ Բարև ձեզ, պարոն Ալավերդյան։ Բարև ձեզ։ Պարոն Ալավերդյան, տարին արդեն սկսել ենք ամփոփել, մրցաշարերը ավարտվում են։ Ինչպես ելույթ ունեցավ Հայաստանի տղամարդկանց հավաքականը, եթե ամփոփ ներկայացնենք։ Ամփոփ ներկայացնենք, ես կուզենայի անընդհատ համեմատական կարգով անցյալ տարվա եւ այս տարվա, որովհետեւ իսկ նախանցյալ տարվա դեմը, այսպես ասած, ավելի ճիշտ փողոցային խոսակցության ձևով խաղ չկար, որովհետեւ դուք ինքներդ տեսաք 10 մարզիկից 10-ն մեդալ տարան, այստեղ մեր մոտ որ անցկացվեցա։ Այդ նույն տարում էլ դարձել ենք նաեւ աշխարհի չեմպիոններ Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում։ Դարձանք աշխարհի չեմպիոններ թիմը։ Դեռ էլ մեդալներ ունեցանք եւ այլ, բայց ամեն դեպքում ասեմ ձեզ, ես հիմա իմ աշխատանքից, այսինքն դա մեծահասակների տղաների արդյունքից գոհ եմ ինչ իմաստով, որովհետեւ էլի նորից Եվրոպայի չեմպիոն դարձան մեդալների քանակով, էլի նորից երիտասարդները 23 տարեկանները դարձան Եվրոպայի չեմպիոն, աշխարհից էլ առանց մեդալ 8 մեդալից մեկը եկավ Հայաստան, որը եւ աննախադեպ է, դա մի անգամ էլ անցյալ տարի է եղել, այս տարի երկրորդ անգամ։ Լալայանին դուք բոլորդ էլ իմացաք, որ ինչպես ու բավականաչափ նորմալ արդյունքով այսօր այդ արդյունքը եւ փորձեց աշխարհի ռեկորդ էլ սահմանել, դա այսօր չստացվեց, բայց հույս ունենք, որ հաջորդ տարիների ընթացքում դա անպայման իրեն կենթարկի այդ 261 կիլոգրամ արդյունքը։ Դուք խոսեցիք համեմատական կարգի մասին, նախորդ տարվա հետ ինչպես է փոփոխվել, ինչ տեղաշարժեր են եղել, մեդալների քանակն է փոխվել, որակական առումով են տեղ ունեցել տեղաշարժեր։ Ես կասեի ամբողջ ֆեդերացիայի բերած մեդալների քանակի տարբերություններն ասեմ, դուք ինքներդ որոշեք, լավ է թե վատ է։ Ինքներդ կարող եք երբեք իմ աշխատանքի ես չեմ գնահատել, որովհետեւ ես միշտ էլ պետք է գերազանց գնահատեմ։ Խիեթ որ հիմա կարող է պատահի ասի, գիտեք ինչ կա, չի ես շատ վատ եմ աշխատել։ Եթե չես ուզում աշխատես, թող գնա։ Ելքի ես ասում վատ եմ աշխատել։ Անցյալ տարի մենք ունեցել ենք 136 մեդալ Եվրոպայի աշխարհի առաջնություններից բոլոր տարիքայիններից, ինչպես եւ ինչի եմ դա ասում անցյալ տարի ամբողջությամբ, որովհետեւ այն ժամանակ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը ես էի եւ դուք լավ գիտեք, որ նույնիսկ ֆեդերացիայի նախագահության հարցերն էլ էի ես լուծում, դուք լավ գիտեք այդ բոլոր ամեն ինչ կատարվում էր մեկ անձի միջոցով եւ մի հատ ռեպլիկի պես բան էլ ասեմ էլի սպորտում եւ ռազմական գործում դեմոկրատիա չի կարող լինել։ Դուք պատկերացնում եք ինչ է նշանակում դեմոկրատիա ռազմական գործում կամ սպորտում։ Դա անհնարին է։ Այնտեղ կան հրամաններ, հրահանգներ, ուրիշ ոչ մի բան չկա, երրորդ ասելիք չկա։ Եվ կատարողներ կան, հա։ Դե կատարողներն ուզեն թե չուզեն պետք է կատարեն, եթե կա հրաման, կա հրահանգ եւ մարզիչներն էլ իրենց տեղում են։ Նույնն էլ ռազմական գործում։ Եթե կա հրամաններ, հրահանգներ, զինվորները միշտ էլ իրենց տեղում են լինում։ Նրանք իրենց տեղից չեն կարող շարժվել։ Պետք է ընդհանրապես լինել լավ փարոս թիմի առաջ, շարժվել առաջ, որ հետևից գնան բոլոր ամբողջությամբ։ Հա, այնպես որ 136 մեդալ եղել է, իսկ այս տարի 91։ Այդքան մեծ անկում կա։ Այդ հոբանական աշխատանքները խնդրում եմ դուք ինքներդ տարեք, դժվար չի, եթե բան կալկուլյատորով կարող եք հաշվել, բայց ամեն դեպքում 45 է։ Հա, ամեն դեպքում ասում որ 45-ի տարբերությունը չնայած մի փոքր չնչին կա տարբերություն, որ 10 քաշային կարգ է եղել է մի 8-նա, բայց դա չի նշանակում թե աշխարհի առաջնությանը պետք է գնալ մի աղջիկ։ Ուզում եմ 30 քաշային կարգ լինի, եթե այդ մեկը պետք է գնար, ինչ նշանակություն ունի այս տարի։ Կամ էլ թե չէ այստեղ մեծահասակների մեջ եւ ոչ մի մեդալի կորուստ չենք ունեցել։ Ոնց որ եղել է անցյալ տարի, այնպես էլ այս տարի, որովհետեւ բավականաչափ իմ հնարավորություններից անցյալ տարվա հնարավորություններից ես կարողացել եմ բաժին հանել եւ կարողացել եմ գործարքներս կատարել առանց ֆեդերացիայի խնդրելու։ Մի ճշգրտող հարց տամ, էլի պարոն Ալավերդյան, խոսեցիք դեմոկրատիայից ու կարգուկանոնից, բայց մենք որքան աշխատել ենք ձեզ հետ, ձեր թիմի հետ, այդ կարգուկանոնը միշտ եղել է մարզիչ, գլխավոր եւ նրան ենթարկվող, այսպես ասած, մարզիկներ։ Հիմա դա դուք ճիշտ եք ասում, բայց այսօրվա դրությամբ
իրենց հասակակիցն է գլխավոր քարտուղարը եւ չի կարող նրանց մեջ այդ տարբերությունը լինի, այսինքն այդ լսելու, այդ հարգելու տարբերություն չի կարող լինել, ինչքան էլ որ իրար սիրեն հարգեն, հասակակից են դրանք, ես չեմ ասում թե ծեր մարդկանց բերել այդտեղ, չէ, ուրեմն պետք է այդ հասակակիցը որ գալիս այդտեղ, պետք է կարողանա ամեն ինչ թողներ ին վրա։ Հիմա նշենք հասակակիցը Սամվել Գասպարյանն է, եւ Եվրոպայի չեմպիոն, կրկնակի չեմպիոն, մի հատ էլ մրցանակակիր, մի հատ էլ աշխարհի մրցանակակիր, որը այս տարվա սկզբից Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է։ Եվ ուզում ենք իմանալ, քանի որ աստիկ պետք է ձեզ վստահ, ինչպես են ձեր փոխհարաբերությունները, համատեղ աշխատանքը ոնց է կարգավորվում։ Նորմալ եմ ես համարում։ Ես գիտեք ինչ կա, երեք երեխան չեմ, որ ես նրանց սպասեմ, թե ինքն ինչ պետք է ասի, ես ինչ անեմ։ Պրոստը խնդրանքներս ինքը չի կատարում։ Ամենավատը դա է։ Այսինքն խնդրանք, ենթադրենք, ես կոնկրետ բան չեմ ասում։ Ենթադրենք ես ուզում եմ ուսումնամարզական հավաքներս անցկացնեմ Ծաղկաձորում։ Ինքը ասում է ոչ, դուք պետք է անցկացնեք Լենինակալ Գյումրիում։ Ինչի՞։ Ինչի՞ ես թիմը կիսում։ Ախր դրա համար ես ասել եմ 1000 անգամ, որ այս անդեր մնացած սպորտը գիտություն է, ոչ թե շոու բիզնեսի տեղ։ Գիտություն, որովհետև այդ երիտասարդները, որոնք պետք է մասնակցեն 23-ին, 23 տարեկաններին, նրանք պետք է 45 օր հետո մեր աշխարհի առաջնությունից հետո պետք է այդքան հետաձգեցին։ Դրա համար մինչ այդ միասին էինք, իսկ այդտեղ արդեն ընդհանուր մոտենում է, վարժությունները փոխվում են։ Ախր ես ինչ անեմ։ Ախր ես ոնց բացատրեմ այդ ամեն ինչը։ Ուզում եմ իմանամ ֆեդերացիայում չկան ուրիշ մարդիկ, ովքեր, այսպես ասած, այդ գաղափարները կկիսեն ձեզ հետ, կհասկանան, ոնց է ճիշտ պետք պատրաստել հավաքներին, մոտենալ մրցումներին։ Կա, իմ երկրորդ մարզիչ այդպեսին է։ Ես որ գրում եմ տալիս եմ իրասին նստում ենք որոշում, թե որտեղ պետք է գնանք հավաքի, ինչ պետք է անենք բան, տալիս ենք իրան, հետո լինում է պահերից մեկն էր, որ հետաձգվեց 23 տարեկանների մրցումներ, այսինքն նրանք այդ նույն վարժությունները չեն կարող անել, ինչ որ մեծերը։ Դրա համար ես ուզում եի դրանց բաժանեի գնանք Ծաղկաձոր, որովհետև տարեկան 2 անգամ առնվազն պետք է բարձրություն բարձրանալ, բարձրավանդակին լինել, այսինքն լինել ավելի բարձր դիրքերում, նոր իջնել ներքև, որպեսզի կարողանա օրգանիզմը թթվածնով առատանա։ Գիտեք ինչ կա, երբևիցե կարմիր գնդիկների չի ավելանում օրգանիզմի քանակում։ Եթե ավելանում է, դա հիվանդագինն է։ Պրոստը նրանց մակերեսն է մեծանում, դառնում է հեմոգլոբին, մեծ հեմոգլոբին։ Այսինքն թթվածնի մակերեսը կարմիր գնդիկի մակերեսը մեծանում է, կարողանում է ավելի շատ թթվածին տանել դեպի օրգանիզմ եւ նայել բաշխել ամբողջությամբ սիրտն էլ բաշխի ամբողջությամբ տարբեր օրգան հատվածներ։ Շատ կարևոր բան եք նշում գիտական տեսանկյունից, բայց նաև անդրադառնանք գլխավոր քարտուղարի ֆունկցիային։ Միթե ամեն դեպքում հավաքականի գլխավոր մարզիչ չի որոշում, թե ինչպես պետք է հավաքները անցնեն, որտեղ պետք է լինեն եւ որտեղ է թույլատրելի սահմանը, որ կարելի է միջամտել։ Ես խնդրում եմ այդ հարցը կուղղեք իրեն։ Ինքը պատճառը բռնում, ասեմ ձեզ, պատճառը բռնում, որ ինչի շուտ չեք ասել, բայց մենք մի ամիս առաջ ենք ասել։ Այդ թուղթը դեռ մնում է վրան ամսաթիվը գրած, ամեն ինչ արված։ Պլյուս դրան ես 2 հրամաններ չեմ կարող գրել։ Ուզում ես 32-ը գրեմ։ Բա միջև մի քանի 28 տարի։ Այդ ինչ մի խնդիր է։ Մարդկա տեղն ես փոխում 3 տեղ ունենք։ Ծաղկաձոր, Երևան, Գյումրի։ Գյումրաբոդան արդեն համարած եկել, ինչի այդ այ մի կասեմ։ Այնտեղ սնունդը չեն կազմակերպում ճաշարանային։ Այնտեղ կատիլոկներով են զինվորական, բերում են այնտեղ ուտելիք։ Դա ծանրամարտիկի ուտելիք է, դա մարզիկի ուտելիք է 250 կիլոգրամ ծանրաձող բարձրացնելու համար։ Իհարկե ոչ։ Հավաքականի, եթե մեծահասակների հավաքականին անդրադառնանք, ուսումնամարզական հավաքները նորմալ կազմակերպվել են, թե նորից ինչ որ տարածել։ Ինչ առաջ ասեցի, որ այդքիսներ պիսին է եղել։ Ես ինձ պարտադրել եմ պարտադրված ձևով գնամ Գյումրի, ինչի։ Դա կարող էր հանգեցնել, պարոն Արևերդյան, եթե սխալ եմ ինձ ուղղեք, որ աշխարհի առաջնությունում զրոն այո, այնպեսին չլինի, ինչպեսին եղավ։ Կարող էր ավելի լավ լինել։ Որովհետև ես ընդդեմ կրկնեցի, ով է պատասխանատու այս արդյունքների համար։ Աշխարհի առաջնության։ Այո։ Զրոների համար նկատի ունեք։ Չէ, զրոներ գիտեք երբ են ստանում։ Ամենաուժեղ ժամանակ մարզիկի կամ ամենաթույլ։ Ուրեմն ամենաթույլ ժամանակ սովորական միջին բանի ժամանակ չեն ստանում զերո։ Ձեր ասած այն անցկենով հաղորդման ասեցիք 6 մոտեցում։ Գիտեք ինչ նշանակում 6 մոտեցում։ Ուզում եք 12 մոտեցում էլ անել տամ։
5 կիլոից սկսեմ, մինչև 100 կիլոն 13 մոտեցում էլ կանեն։ Հարցը դրանում չէ, զերոն ստանում են այն մարզիկները, որոնք պայքարի մեջ են մեդալի համար, ոչ միայն գնացել են ինչ-որ բան բարձրացնեն, գան 5-րդ, 6-րդ, 8-րդ տեղնեն, չէ։ Դրանք որ ուշադիր նայեք, ովքեր են զերո ստացել A խմբում, այսինքն ուժեղների խմբում, ամենալավ տեղերի համար պայքարողները։ Ես զերոն նկատի չունեի, ես ընդհանուր արդյունքների անկումը։ Հիմա զերոյի մասին ասեմ, թե ինչի, եթե դուք ուշադիր նայեք մրցումները, շատ քանակով զերոններ կան, որտեղ քաշային կարգերը փոխվել էին, որտեղ դեռ ոչ մեկը չէր հարմարվել այդ քաշային կարգում։ Վերևից էին իջել, վերևի քաշային կարգից, ներքևից էին բարձրացել այդտեղ։ Եվ իրենք ոչ մեկը չէր տեղավորվում այդ քաշային կարգում։ Մոտավորապես ասեմ ձեզ, մի մրցման ժամանակ 11 հոգուց 6-ը 0 ստացավ։ Խումբ բոլորը 6-ը հայ չէին, նրանց մեկն էր հայ կամ երկուսը, լավագույն դեպքում։ Ահա բայց հիմա այդ ամեն ինչ տնենք մի կողմ, նորից է քաշային կարգերը փոխվում։ Ու նորից ոչ թե հունվարի 1-ից, այլ օգոստոսից, ինչի։ Ինչ նախանգարում։ Ինչ նախանգարում դուք կիմանաք դուք։ Ես հիմա ձեզ ասեմ, դուք իմացեք։ Դա խանգարում են միջազգային ֆեդերացիայի ոչ կոմպետենտ աշխատակիցները, որոնք չգիտեն ինչ է նշանակում ծանրամարտ, որոնք երբևիցե չեն տեսել ինչ է նշանակում այդ սառը երկաթը եւ ոնց է դա բարձրանում։ Բայց ինչպես են պատճառաբանում այդ փոփոխությունները եւ ձեր Լավ ենք անում, ինչ պետք անես։ Երբ որ Մեկ հետ մեկ դրանց թիմում մարդիկ էլ ունենք, թող նրանք մտածեն հարցերը տան։ Պլյուս դրան ինչի պիտի 10 քաշային կարգը դառնար 8։ Ինչի։ Ինչա խոյ, հա օլիմպիականը 5 հատ 6 սարքիկ, հասկացանք։ Բայց ինչի 10 դառավ 8։ Գիտեք ինչա դա վտանգավորը։ Նախ մարդկանց քանակի կրճատում։ 5-6 հավաքականներ ունի ամեն պետություն։ Մեզպես պետությունները մենք ճիշտ է այդքան հարուստ չենք, բայց մենք որ սպորտաձևը լավ զարգացած է, մենք միշտ ցանկանում ենք գնալ բոլոր թիմերի ամբողջ կազմով կամ ավելի շատ մարդկանց քանակով, ոչ միայն եթե ոչ ամբողջությամբ։ Այդ մարդկանց քանակ կրճատվեց, այսօր կրճատվեց, վաղը կրճատվեց եւ ախր ես էլի բան ունեմ ասելու տեղ դեռ թող մնա հաջորդ հաղորդմանը։ Իսկ մեր ֆեդերացիան, որքան գիտեմ, ներկայացուցչություն ունի միջազգային ֆեդերացիայի կազմում, չեն բարձրաձայնել այս հարցերը։ Ահա, ինչ է քիչ առաջ ես ուզում ասեմ։ Մերոնք էլ կան դրանց սարքերում։ Ես չգնացի ժողովի, որտեղ ինչ չուհարկեցի, որտեղ ես սա ասելու էի։ Իրանք էլ չեն ասում, լռում են, նրանք շատ գիտեն դա ինչ ուր պետք է դատանի հասցնի։ Այսինքն ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում են որոշումներ այդպես միաձայն ընդունվում, առաջարկում են կողմերը ոչինչ չեն ասում առարկում։ Որովհետև այսօր միջազգային ֆեդերացիան տիրում է արաբները, տիրում են արաբները։ Եվ նրանց գումարները։ Իսկ արաբները շատ պասլուշնցա խելոք լսող ժողովուրդ են։ Նրանք հակաճառող չեն ղեկավարին։ Երբեք նրանք ոչ թե հակաճառել, ավելի ճիշտ ասեմ, բանավիճել վիճողներ էլ չեն։ Նրանք գլուխները կախում են եւ վերջ ասում են այո ճիշտ է։ Բայց դրանից տուժում են մարզիկները, տուժում են միանշանակ սպորտաձևը, ավելի ճիշտ։ Այո, ճիշտ է, սպորտաձևը։ Եվ Հայաստանի ֆեդերացիան ոչինչ այս մասով չարեց։ Ես չգիտեմ արելա թե չի, բայց բանի չի ասեմ։ Միգուցե արել է, ես ընդեր չեմ եղել։ Այս ուղղությամբ եթե գնա այսպես շարունակվի, ուր է հասնել, ուր է գնալու ծանրամարտ եւ ինչ վտանգ կա մեր մարզիկների համար։ Անդուտ, եթե անդուտ ամբողջությամբ սպորտաձևը գնում է անդուտ, մեր մարզիկները չեն կարող սարի գլխին կանգնած մնալ։ Մենք էլ հետները գավիժել ենք։ Կամաց։ Մի անգամից չեք զգա։ Ես չեմ զգա, որովհետև չեմ հասցնի։ Բայց դա կտևա մոտավորապես 10-15 տարի։ Այսինքն ի՞նչ է դառնալու, ինչի է վերածվելու ծանր։ Վերածվելու 3 հոգի կամ պատկերացնում եք 50 մարդ մասնակցում է օլիմպիական խաղեր, տղա 50 աղջիկ։ Մեկ ընդհանուր մասնակիցներն եք ասում, այո։ Երբ որ գիտեք ինչքան եղել, 176 176 10 քաշային կարգ, ամեն քաշային կարգում մեկական, երկուական հոգի։ Իսկ ամբողջ օլիմպիական խաղերի մասնակցել են A եւ B խմբեր, այսինքն 8 հոգի A, մի 8-10 հոգի B։ Իսկ այսօր երևի խումբ չի կազմվում, ինձ քաշային կարգ կա, բայց 8 հոգի, 7 հոգի մի կերպ դասավորում են, 6 հոգով անում օլիմպիական խաղեր։ Այդ օլիմպիական խաղերը դրա մեդալի արժեքն էլ է զրկվում։ 6 հոգու մեջ դարձել ես օլիմպիական չեմպիոն, հետո ինչ։ Մարզաձևն էլ իր արժեքն է սկսում կորցնել։ Եվ դիտարժանությունը եւ մնացած ամեն առումով։ Իսկ մեր Հայաստանում կա փոփոխություն ծանրամարտում, պարոն Ալավերդյան։
Օրինակ ես որպես այսպես լրագրող ով կողքից է նայում, նկատում եմ որոշակի խնդիրներ, որոնք այսօր կան ծանրամարտում, բայց դրանց վրա կարծես աչք է փակվում։ Ես չի ասի թե աչք չի կարող փակվել, այսպես թե այնպես, թե մարզիչների միջոցով, թե մարզադպրոցի տնօրենների միջոցով, թե ղեկավարների միջոցով ինչ որ մի բան կարողանում ենք հասցնել։ Չենք թողնում որ այդքան երկար, այդքան խորանա այդ թերությունները կամ որ այդպես բան։ Բայց ամեն դեպքում ֆեդերացիան իր անելիքն է անում, ինչքան կարողանում է, ինչքան որ ըմբռնում է այդ խնդրը։ Իսկ հիմնականում ինչ խոչընդոտի հետ ենք մենք բախվում, որ Հայաստանում նշեցիք կան ամեն դեպքում։ Ես ասեցի քիչ առաջ, երևի թե հերոստատեսությամբ չասեցի, բայց հիմա ասեմ ձեզ։ Կան դուք գիտեք որ Հայաստանում այսպես է հեղաշրջում է տեղ ունեցել ծանրամարտի մեջ։ Զգացել եք դա թե չէ, եթե ամբողջությամբ վերացել է դոպինգ հասկացողությունը, ամբողջությամբ վերացել է արգելված դեղամիջոցների օգտագործումը։ Իսկ գիտեք ինչ է անում, ես ցանկությունն էի հերոստատեսությամբ դա ասեի, ինչ է անում արգելված դեղամիջոցները։ Ուրեմն մարդու օրգանիզմում կա խորանիստ բջիջներ, որոնք ի հայտ են գալի մահից առաջ, երբեք նրանք ի հայտ չեն գալի։ Իսկ այդ արգելված դեղամիջոցները գրգռում են այդ հզոր բջիջներին, ի հայտ են գալիս եւ մարդը մոտ 15-ից 20 տարով ծերանում է։ Այսօր կան դեպքեր, որ Բուլղարիայում, թեկուզ սովետական միությունում, թեկուզ մեր երկրում մարդիկ, որոնք որ իրենց ծնողների միջև 90-92 տարեկան են ապրել, իրենք 60 տարեկան, 62-ում պահանում են։ Դա պատահականություն չէ։ Դա այն խնդրանքն է բժիշկների, խնդրանքն է մասնագետների, որ մի օգտագործեք, արգելված է։ Բայց ասեմ ձեզ միջազգային ֆեդերացիաները եւ դոպինգ հսկիչները սխալ են անում։ Էդ էլ եմ ասել, սխալ եք անում, ինչ է նշանակում 2 տարի զրկել, 1.5 տարի զրկել, 4 տարի։ Դա ցմա միանշանակ։ Ես իրենց խնդրել եմ ասում, 2 ամիս տվեք ինձ, ես ձեզ այդ ամբողջությամբ վերացնեմ։ Ամբողջությամբ վերացնեմ, նույնիսկ իրենց ծնողներին էլ չթողնեմ որ դալիճ մտնեն։ Ձեզ ինչպես հաջողվեց Հայաստանում այդպես մաքրել ծանրամարտը։ Ես կարողացա մի քանի մարզիկների միջոցով ապացուցել, որ տեսեք, առանց դրա, առանց այդ դեղամիջոցների, առանց այդ արգելված դեղամիջոցների կարող է մարզիկը ավելի շատ բարձրացնել, քան նրանցով։ Եվ ինչպես, շատ պարզ, ծանր քաշային կարգերում Վասիլի Ալեքսեևը 100 ռեկորդ ունի աշխարհի։ Իսկ նա կյանքում 190-ից ավել պոկուն վարժություն չի կատարել։ Իսկ այսօր 190 կիլոգրամը 190 կիլոգրամ տասնյակի մեջ կարող է մտնի, կարող է չէ, ինձ թվում է չի մտնի։ Իսկ մերոնք արդեն 110, 210, 215, 216, 217 նույնիսկ գորը եւ այդպես շարունակ եւ տեսան որ դա հնարավոր է։ Իսկ ինչի ոչ, եւ դրանք փոխարինում է շատ կարևոր փոխարինողներից մեկը դա սննդակարգն է։ Ռեժիմը, սննդակարգը, կարգապահությունը։ Դա կարող է ամբողջությամբ փոխել այդ դեղերի այդ դեղամիջոցների ամբողջությամբ դրանց ուժը փոխել դեպի ճիշտը դեպի մաքուրը եւ նույն կիլոգրամները մի բան էլ ավել բարձրացնել։ Ձեր թիմը միշտ այդ կարգապահությամբ ու ռեժիմը պահելով շատ է աչքի ընկել։ Հիմա դա կա, պարոն Ալավերդյան, կարողանում եք դուք տղաներին այդ նույն ցավոք սրտի ոչ լրիվ։ Փակագծերը կբացեմ հաջորդ անգամ որ կհանդիպենք։ Ինչպես եք մտադիր անել, որ նորից վերադառնաք հին կարգավիճակին, հին լավագույն դեպքում հեռանալ։ Դուք։ Այո, կորցրածը երբեք հետ չես բերի։ Բայց դուք այսքան տարիների մեծ ավանդ ունեք, ձեր գլխավորությամբ միայն օլիմպիական ոսկի չունեք։ Ես չեմ թողնի իմ ստեղծածը իմ աչքիս առաջ վերանա։ Ավելի լավ է ես աչքերս փակեմ ու հեռանամ, չտեսնեմ, քան թե իմ աչքովս տեսնեմ ու վերանա։ Իսկ հնարավոր չի հեռացնել նրանց, ովքեր խախտում են։ Հնարավոր է 10 հոգին 10-ին էլ հեռացրա։ Կամ մեկին թող մնա, հետո մանգա։ Այսինքն 10 Քիչ առաջ ես ձեզ ասեցի ախր, որ եթե իրենց հասակակիցն է արդեն իրենց հետ խոսում, իրենց հետ ասում, որից որոշումներ կայացնում բան, արդեն դու դառնում ես երրորդական, չորրորդական։ Դուք հասկացաք ինձ ինչ եմ ասում։ Դա չի կարելի։ Ես չեմ ասում թե ծերակույտ բերենք այդտեղ ծերունիներով աշխատենք, չէ։ Նրանց հետ շփվել պետք չի։ Ես մեկ էլ եմ ասում, սա շոու չէ, սա կարգադրանքներ, հրամաններ, հրահանգներ են։ Եթե ուզում եք լավ արդյունքի հասնենք, եթե չէ, բայց
Բոլորդ էլ չէ որ արդյունք եք ուզում եւ մարզիկները եւ քարտուղարը եւ նրանք ուզում են հեշտ արդյունքներ, այսինքն հա անելով ուրախանալով եւ արդյունքներ լինի, ոնց դա անհնարին բան է, ճիշտ է, որովհետեւ պետք է կյանքը տաս, երիտասարդ տարիները տաս սպորտին, դա սպորտը շատ ուշ է վերադարձում քեզ քո տվածը, պետք է համբերել, սպորտի տարածը ոչ մեկ չի կարող այդքան հեշտությամբ հետ վերադարձնի։ Միայն մարզիկը ինքը կարող է իրեն կարգապահությամբ, իրեն լսողությամբ, իրեն մարզիչի որոշումներով, մարզիչների ավելի ճիշտ ասեմ, մի մարզիչ չէ, մի քանի մարզիչների որոշումներով կարող է ինչ որ բան հետ բերի, այն ինչ որ տարել է քեզնից կյանքը։ Պարոն Ալավերդյան, նշեցիք 10-ից 10-ին կարող եք հեռացնել, իսկ երիտասարդների մեջ, 20-ների, 23-ների մեջ կան ինչ որ տղաներ, որոնց այսպես աչքի առաջ ունեք ու տեսնում եք մեծ։ Իհարկե կան։ 20 տարեկանների մեջ, նույնիսկ 17 տարեկանների մեջ այս տարի մենք աշխարհի չեմպիոններ ունեցանք, դրանք անպայման կլարացնեն գլխավոր հավաքականը։ Ես չգիտեմ, իմ լինելու ժամանակ, իմ չլինելու ժամանակ, բայց տաղանդաշատ տղաներ են, որոնց որ հնարավորություն պետք է տալ բացել ճանապարհը, դրանք էլ գնան առաջ։ Իսկ մարզիչներ ունենք երիտասարդ խոստումնալից ում կարելի է հետագայում հուսալից։ Ասում եք այն ցավոտ բանը, ինչ որ ես եմ ասում։ Այս ինստիտուտից դեռ կարգին մարզիչ չի դուրս եկել, որ եթե մարզիկը դասի չի գնում, եթե մարզիկը չի կրթվում, նա ոնց կարող է դառնալ լավագույն մարզիչ։ Ոնց, ասեք ես իմանամ։ Հիմա նայեք ովքեր են մեր մարզիչները։ Ղուկասյան Մելիք, տարիքն առանց արդեն 60-ի մոտ եւ այսինքն նա սովորել է խորհրդային ինստիտուտում, խորհրդային պետության ժամանակվա ինստիտուտում։ Ես 70-ից խորհրդային ինստիտուտ ավարտել եմ կարմիր դիպլոմով։ Մելիքն էլ է կարմիր դիպլոմով ավարտել, միջայլոց ասեմ։ Ես չեմ թաքցնում, Արտաշը Ներսիսյան, նորից 60-ից 70-ի մոտ տղա, նորից խորհրդային է ավարտել։ Նույնիսկ մեր Փիլոսյան Հակոբը, որ ինձ օգնական է, մենք միասին ենք անում այդ աշխատանքները, նա էլ է կիսատ պրատ, բայց բավականաչափ կրթված է, բավականաչափ ձգտում ունի, ունակություններ ունի սովորելու եւ նա չի զլանում դրա համար։ Լրակյաց, հանգիստ իր գիտելիքները ներդնում հավաքականին, ես նրանից գոհ շնորհակալ եմ միջև վերին Աստված։ Երևանը նույնպես խորհրդային պետության ժամանակից որ արդեն 47-48 տարեկան տղա է, 17-18 տարեկան նա սովորել է այդ ինստիտուտը։ Այսինքն չունենք երիտասարդ կադրեր։ Չի տալիս Իհարկե չէ։ Իհարկե չէ։ Այն ցավոտ կողմերից մեկն էլ դա է։ Իմ սպորտաձևի մասին եմ ես խոսում։ Ես թե չեմ կարող եմ իմ սպորտաձևերը շատ հրաշալի են, լավ են մարզվում, լավ են կրթվում եւ այլ եւ այլ։ Բայց նրանք ովքեր որ դուրս են գալի ինստիտուտից ես չեմ տեսնում այդտեղ։ Նույնիսկ միջազգային ֆեդերացիան հիմա առանձին մարզչական փաստաթղթեր է պատրաստում, որ գնան մի քանի անգամ այդ լեկցիաները լսեն, ես ինչ իմանամ, այդ ամեն ինչը անեն, քննության պես բան անցնեն եւ ստանան այդ լիցենզիաները, այդ թույլտվությունները, որ նրանք կարողանան աշխատեն միջազգային ասպարեզում ծանրամարտի կամ մեր սպորտաձևերի մարզիչներ։ Հայաստանից կա գնացող թե ոչ։ Արդեն ստացածներ ունենք։ Բայց ցավոք էլի նույնն հներն են։ Ցավոք։ Հա, ցավոք սրտի, իհարկե։ Ես կուզենայի ավելի շատեր շուտով կգան երևի որոշում կայացին, դե որ գնում ենք մրցումների ժամանակ հանդիպում ենք այդ լեկցիա կարդացողներին էլ, նրանց էլ։ Ես որ խնդրում եմ ասում եկեք մեր մոտ էլ արեք բան, ծիծաղում են ասում, գան քեզ ինչ սովոր ասում, իմ մասին չի խոսքը։ Խոսքը նրանք ովքեր որ պետք է ինձնից հետո աշխատեն, կամ իմ հետ իմ կողքին աշխատեն։ Նրանց եկեք, ասեք, ծորացեք եւ այլն։ Դա խնդիրներ են, որ ընթացքում լուծվող խնդիրներ են, բայց ես մեկ էլ եմ խնդրում ամբողջությամբ, թե ղեկավարությունից, թե ձեզնից, թե բոլորից, ծանրամարտը, այմենն եմ ասում, իսկականից ծանրամարտը դա շոու չի կարելի անել։ Դա խորիմաց գիտելիքներ ունենալու դեպքում կարող է հասնել ինչ-որ մի բանի։ Չի կարող դա շոու դառնալ, չի կարող։ Եթե ուզում են միգուցե մեկ էլ հեռանանք թողտանք մարդիկ շոու անեն։ Այդ դեպքում կմնանք շոուի մակարդակի եւ ցավոք սրտի ձեր հաղորդման սկզբում ձեր նշած թվերը գնալով ավելի կպակասեն, ես ամենակիչը դա կուզեմ։
Ինչ ասեմ, ես չէի ուզենա, իհարկե մեկ էլ եմ ասում, ես ավելի լավ է աչքերս փակեմ, ասեմ թե ես մեռած եմ ու չեմ տեսնում դա, քան իմ սրտով, իմ ձեռքերով տեսնեմ նրա թաղումը կատարեմ ես այդ սպորտաձևի։ Չէ, եկեք այսպեսի տխուր նոտայով չավարտենք, այո, որովհետև ամեն դեպքում դուք ունեք հենց ձեր գլխավորած տարիներին բոլոր մեդալները, բացի օլիմպիական ոսկուտ, ինչն էլ մաղթում ենք ապագա օլիմպիական խաղերում։ Ու տխուր նոտաներից մի բան էլ ասեմ, որ ենթադրենք չի ստացվում իմ մարզիկի մոտ ինչ որ վարություն կատարել, ես մի քիչ ավելի քչացնում ենք ու ասում եմ որպեսզի տխուր նոտայով չվերջացնենք, կարելի է բարձրացրա, որ ուրախ նոտայով վերջացնենք։ Դե մենք ծանրաձող չունենք, բայց ոչինչ։ Դուք էլ մաղթեք, ձեր մաղթակները քիչ չէ։ Մաղթում ենք։ Մենք անկեղծ ուրախանում ենք ձեր բոլոր հաջողություններով եւ ցանկանում ենք, որ այդ շոուն քիչ-քիչ դուրս գա ծանրամարտից եւ մեդալները ավելի շատանան։ Շնորհակալ եմ, ինչ իմաստով եմ ասում, շնորհակալ եմ, բարից բուն իմաստով, որ ես ինձ կներեն բոլոր լրագրողները, որոնց խոչընդոտ արգելել եմ ես, թե մարզումների ժամանակ գան, թե զորով են եկել, թե չեն եկել եւ այլը, թե խառնվել են, դրանք երբևիցե ճիշտն ասեմ ձեզ, օգուտ չեն բերել ինձ։ Ինչի՞, նախ հոգեպես ճնշվում են մարզիկները, սկսում են հաստատ դու չեմպիոն ես դառնալու։ Այ քեզ բան։ Այս նույն բանն է ոնց որ ութանկյունի մեջ ասեն թե դու պետք է նրան սատկացնես, պետք է նրան ուտես, պետք է նրա արունը բերես, քամես։ Մենք գազաններ չենք մեծացնում։ Մենք ընդհանրապես ինտելիգենտ մարզիկներ ենք մեծացնում, որոնք որ պետք է խոհեմ լինեն, թե հակառակորդի նկատմամբ սիրեն իրենց մարզիչին, սիրեն ժողովրդին, իրենց սիրողներին, իրենց ցավողներին, իրենց համար ցավողներին, հարգեն, սիրեն նրանց եւ կարողանան շատ բարձրացնել, որ նրանք էլ ուրախանան, չէ որ մեզ շատ հետևողներ կան։ Մենք սիրում ենք մեր ձևը, շատ ենք սիրում։ Ես էլ իմ կոչս մարզիկներին է վերաբերում։ Բերեք միասին սիրելի մարզիկներ, անենք այնպես որ մեր ազգը մեզնից գոհ մնա, մեր ժողովուրդը մեզնից գոհ մնա։ Ես չեմ ասում նույնիսկ ձեր ծնողները, դե ձեր ծնողներն են երեխա, 100 կիլո բարձրացնես կարող է գոհ մնա, որտեղ ինքը 80-ից ավել չի կարողանում բարձրացնել կամ 50-ից։ Մի մեշոկից։ Ճիշտ է, նա կարող է շուտ գոհ մնան, բայց նրանք էլ ուզում են տեսնել իրենց որդու, իրենց զավակի, իրենց աղջնակի բարձունքները։ Ուզում են տեսնել, որ նրանք կանգնած են ամենավերին աստիճանին։ Շնորհակալություն։ Տեսակ, ես միշտ ասում եի, տարվա վերջին կգաք խոսանք։ Ամեն ինչ կանեք կվերջացնեք, նոր խոսանք, իսկ գնահատականը լավ է թե վատ, այդ դուք պետք է տաք։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ։ Դե այսօր այսպեսին էր Բարև Օլիմպոսը, չմոռանաք մեզ հետևել սոցկայքերում, YouTube-ում եւ Գոհար։ Եվ արդեն կհանդիպենք հաջորդ շաբաթ։